Ինձեզ սիրելի բարեպաշտ հայրիկ, անգամ ևս Մատթեոսի ավետարանի 5-րդ գլուխեն մեջբերում է, որ կգադարենք 45-րդ համարը, որտեղ Քրիստոս նաև կպատկամե հետևյալ խրատականը մեզ փոխանցելով որպես շնորհը։ Եթե դուք կսիրեք միայն անոնց, որոնք արդեն ցեզ կսիրեն, ապա որն է վարձատրությունը։ Հետևյալ խոսքին որպես նաև բարձ բացատրություն մենք կներկայացնենք հետևյալը։ Քրիստոսի այս խոսքի մեջ է ամփոփված ավետարանը։ Քրիստոս կպատկամե սիրել ոչ միայն մեր բարեկամները, այլև նաև այն մարդիկ, ովքեր շատ հեռու են մեզի բարեկամ դառնալու տեսանկյունեն դիտված։ Եվ իրոք տեսակետով մեր գոչումին պատասխանը կգտնենք, երբ գիտենք խոնարհիլ բոլորին առջև։ Քրիստոս երբ սկսավ իր երկրավոր կյանքի առաքելությունը, անփաստորեն բոլորի համար դարձավ սիրող հայր, հովիվը անխդիր բոլորին։ Այս բացառիկ հանգամանքով անսուր քննադատություններու ենթարկվեցավ փարիսեցիներեն եւ օրենքի ուսուցիչներեն։ Ինչքան հարադևենք աղոթքի կյանքի մեջ, այնքան եւս պիտի ըմբռնենք խորհուրդը սիրելու բոլորին անխդիր։